Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հաջորդ տարի 2026 թվականի հունիսի 7-ին, ինչպես գիտեք, տեղի են ունենալու ազգային ժողովի հերթական ընտրությունները, որոնք առանց չափազանցության կարող են ճակատագրական լինել Հայաստանի համար, եւ կարելի ասել, որ գրեթե բոլոր քաղաքական ազդեցիկ ուժերը այժմ իրենց ծրագրերը կառուցում են սպասվող ընտրություններին նախապատրաստվելու տրամաբանությամբ, թեև կան նաեւ քաղաքական ուժեր եւ հասարակության մի զգալի հատված, որոնք ավելի շատ կողմ են արտահերթ գործողություններին։ Թեմայի շուրջ Եվրոմեդիա 24-ի տաղավարում կզրուցենք ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Հայեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ Լիլիթ Գալստյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Գալստյան, շնորհակալ եմ մեր հավերն ընդունելու համար։ Ավանդաբար այս շրջանում ամռան վերջին եւ աշնան սկզբին միշտ մամուլը սկսում է խոսել թեժ քաղաքական աշնան մասին։ Դուք ինչ եք կարծում, առաջիկայում կլինեն ավելի ակտիվ գործողություններ եւ ավելի կոնկրետ հարց։ Ինչու ընդդիմությունը եւ ընդդիմադիր ուժերը որևէ բողոքի ակցիա չարեցին Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից հետո, այսինքն հաշտ էին ստորագրված բոլոր փաստաթղթերի հետ։ Նախ սկսեմ երևի թեժ աշնան մասին գնահատականներից, իրականության մեջ աշնանը կամ քաղաքական ընթացքը ինքնանպատակ թեժ չէ, եւ թեժ լինելու բոլոր հիմքերը կան, որովհետեւ այս օրերին եւ ոչ միայն այս օրերին արդեն 7 տարի շարունակ մենք ականատեսն ենք, վկան ենք եւ արձանագրողն ենք Հայաստանի մի ընթացքի, իսկ ասեի կործանարի եւ աղետալի ընթացքի, որը մեծ հարցականի տակ է դնում Հայաստանի ապագան եւ Հայաստանի որպես պետականության գոյությունը։ Այս ուրեմն առաջիկայում ընտրությունները կլինեն հերթական, թե արտահերթ, ըստ էության դժվար է այս պահին կանխորոշումներ անել, կանխատեսումներ անելը դժվար է, բայց իրականության մեջ այն բոլոր սպառնալիքները, որ ուղղված են Հայաստանի պետականությանը, մեր ազգային հավաքական շահերին եւ կենսական շահերին, իսկապես բացառիկ են իրենց խորքայնությամբ, իրենց էությամբ եւ ապագայի, այսպես ամբողջ կոնտեքստում, ես այսօր չեմ կարողանա պատասխանել արտահերթ ընտրություններ կլինեն, թե ոչ ըստ էության դաշնակցությունը պատրաստ է թե արտահերթի եւ ոչ արտահերթ ընտրությունների եւ քաղաքական միտին, որը շարունակ մարզական վիճակում է։ Ինչ վերաբերում է ձեր մյուս հարցի մյուս բաղադրիչին, այո, Վաշինգտոնում նախաստորագրվեցին փաստաթղթեր, որոնք այսպես գեղեցիկ փաթեթավորված էին խաղաղություն վերնագրի ներքո, բայց որոնք իրենց բովանդակությամբ ոչ միայն հեռու են խաղաղությունից, այլ ես կասեի, որ Հայաստանի խաղաղության եւ առհասարակ ապագայի տակ նոր ռումբեր են տեղադրված, որովհետեւ բնականաբար մի բան էլ ասեմ, որ տեսեք մենք մեր զրույցը սկսեցինք նախընտրական տրամաբանության մեջ եւ այս ամբողջ զարգացման տրամաբանությունը պիտի տեսնել նախընտրական փիլիսոփայության մեջ եւ ընտրություններին հնարավոր ընտրությունների արտահայտ լինեն թե հերթական ընտրություններից առաջ Փաշինյանին պետք էր խաղաղության վերնագրով որևէ թուղթ, որը իր էությամբ իմ խորը համոզումով ինքը աճուրդի է հանել Հայաստանի ապագան, բայց նաև պետք է խաղաղություն բառը շահարկելու համար, որպեսզի վաճառվեր հայ ժողովրդին, որ ես ձեզ բերում եմ խաղաղություն։ Ասել թե քաղաքական դաշտը անտարբեր գտնվեց այս փաստաթղթերի նկատմամբ, ես այնքան էլ արդար չեմ համարում, գոնե եթե դուք հետևել եք, իսկ ես վստահ եմ, որ հետևել եք քաղաքական զարգացումների եւ հատկապես խորհրդարանական ընդդիմության անցնող շաբաթվա, ուրեմն տարբեր ելույթների գնահատականներին ամբողջությամբ դրանք նվիրված էին այսպես կոչված ինձ համար ճակերտավոր խաղաղության փաստաթղթերի քաղաքական արժևորմանը եւ գնահատականին եւ բազմաթիվ ելույթներ եղան, այդ թվում նաեւ ես եւ մենք մեր գնահատականները տվել ենք։ Եվ մեկ անգամ եւս գիտեք, կարծում եմ հաղորդումը բավական այդքան երկար չի, փաստաթղթի բոլոր երեսներին անդրադառնալու համար, բայց գոնե մի բան մեկ հաստատում ուզում եմ անել, որովհետեւ բանական, տրամաբանական մարդու քաղաքական ուժի մտքից այրով իսկ չի անցնի պատերազմի տենչանքը։ Եվ մենք բոլորս ձգտում ենք խաղաղության, բայց խաղաղությունը պետք է լինի տևական, կայուն եւ այն հաշվարկված լինի
մեր կենսական եւ պետական շահերի եւ մեր անանցելի իրավունքների վրա։ Այսօր այն ինչ մեզ մատուցվում է որպես խաղաղության փաստաթուղթ, ուղղակի ոտնահարում է թե մեր իրավունքները, թե մեր արժանապատվությունը եւ չի կարող կոնֆլիկտը լուծված համարել, երբ որ կոնֆլիկտ խաղաղության, այսպես ասած, նախաստորագրված հռչակագիրը եւ համաձայնագիրը չեն անդրադառնում բուն կոնֆլիկտի էությանը։ 4-5 կետերով ես ձեզ ասեմ, նախ եւ առաջ չի կարող լինել խաղաղություն այն, ուրեմն պետության հետ, որի բանտերում այսօր կեղեքվում են հայ ռազմագերիներ, այլ անձինք եւ նաեւ ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախի։ Ներեցեք, եւ եթե գերիները այնտեղ պահվում են եւ բանակցություններ են ընթանում, նշանակում է դա վերջնագիր է։ Դա վերջնագիր պատանդարված մարդիկ են նրանք եւ ես չեմ կարող հավատալ, ուրեմն այդ համաձայնագրում տեղ գտած այսպիսի հաստատումներին, թե կողմերը խոստանում են ապագայում բացառել խոստանում են հրաժարվել ատելության խոսքից, գնում են խաղաղության, փոխադարձ ամբողջովին եւ այլն, երբ որ այս պահին ես անցա արդեն երկրորդ կետին, երբ որ այս պահին Բաքվում պետական քաղաքականության մակարդակով եւ հանրային բոլոր տիրույթներում Արևմտյան Ադրբեջանի խոսույթը, որը ըստ էության Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջատիրությունը եւ նույնիսկ Ալիևը մի քանի անգամ հայտարարություն է արել Արևմտյան Ադրբեջանի որպես պատմական Արևմտյան Ադրբեջան ըստ էության Սյունիքի եւ Հայաստանի մասն է որպես ադրբեջանապատկան հողերի մասին, երբ որ հայտարարություններ են այն մակարդակով գնում, որ ուզեն թե ոչ մենք Զանգեզուրի միջանցքը վերցնելու ենք, կամ ավելի կոնկրետ, ճիշտ այս պահին, երբ որ Հայաստանի տարածքներից 210 քառակուսի կիլոմետր օկուպացված է ուրեմն ադրբեջանական զորամիավորումների կողմից, չի կարող խաղաղություն լինել այն պարագայում, երբ որ առհասարակ Ադրբեջանը մերժում է արցախահայության վերադարձի եւ այլ իրավունքները, ըստ էության ես ցույց տվեք ասեմ, վստահաբար ասեմ, որ սա Հայաստանի հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթն է նետված Հայաստանի, որտեղ Հայաստանի կողմից ներկայացված որևէ բան, այսպես ասած, բանակցային գործընթացում Հայաստանի կողմից որևէ առաջարկ ըստ էության չի ընդունվել եւ մենք ականատես ենք լինում Ադրբեջանի բոլոր պահանջների միակողմանի կատարման մի փաստաթուղթ, որը Նիկոլ Փաշինյանի պարտությունների արտացոլանքն է, խեղճության արտացոլանքն է, դիվանագիտական ձախողումների արտացոլանքն է եւ ուրեմն համաձայնություն հանուն սեփական աթոռի եւ համաձայնություն իշա Հայաստանի ապագայի եւ ազգային պետական շահերի ձեռք բերել խաղաղության անունով այսպես մի թուղթ, որը թույլ կտա վաճառել հայ ժողովրդին եւ ապահովել կարճատև սեփական իշխանություն։ Ընդ որում, գիտեք, այս ընթացքում եւ այն որ ամբողջ այս ընթացքը Ադրբեջանի բոլոր պահանջների մեր կապարանոց կատարումն է եւ հանձնվողականությունը, նաեւ Մինսկի խմբի լուծարումը։ Տեսեք, համառորեն Ադրբեջանը պահանջում էր Մինսկի լուծարում, այստեղ ասում էին կտեսնենք պաշտոնական Հայաստանի մոտեցումը, կտեսնենք, կհասկանանք Վաշինգտոնի կետերից մեկը։ Փաստորեն դա դարձավ Վաշինգտոնի կետերից մեկը դարձյալ Ադրբեջանի պահանջով։ Հիմա վերադարձից Վաշինգտոնից վերադարձի երկրորդ օրը Ալիևը խոսում է ատելության եւ պահանջատիրության հռետորաբանության, խոսում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության մասին եւ ժողովրդի արչեւ այսպես կանգնած է Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարող տարածքային ամբողջականությունը, այսինքն սուվերենությունը, ինքնիշխանությունը խաթարող համաձայնագրում կետեր, որոնք առնչվում են, այսպես դարձյալ գեղեցիկ փաթեթավորված տարածաշրջանի ապաշրջափակման կամ կոմունիկացիաների բացման մասին, բայց ըստ էության փորձեք կորզել, հասկանալ, թե այսպես կոչված թրիփի ուղին, այդ բարգավաճման ուղին ինչ ռեժիմ է նախատեսում տնտեսական, մաքսային, անվտանգային եւ ամենակարևորը մենք չունենք որևէ ինֆորմացիա այդ մասին չունենք Թրամփը Վաշինգտոնում ասաց որ թրիփը 99 տարվա այսպես արտապատվիրակում է 99 տարվա այդ պահին Նիկոլ Փաշինյանը չհակաճառեց Թրամփին Հայաստանում
արտգործնախարարի շուրթերով ասաց, չէ, միգուցե չլինի 99 առայժմ վստահ չենք եւ այլն, բայց միթե կարելի է Հայաստանի համար կենսական խնդիրների շուրջ, որոնք ինքնիշխանությունն են եւ տարածքային ամբողջականությանն են վերաբերում, եւ ամենակարևորը սա սովորական ճանապարհ չի։ Սա 42 կիլոմետրանոց ուրեմն ռազմավարական նշանակության մի ճանապարհ է եւ ամբողջ միջազգային փորձագիտական շրջանակները, քաղաքագիտական փորձագիտական շրջանակները դա դիտարկում են եւ թուրքական երկու օր առաջ եւս մի հաղորդում տեսա թուրքական թուրք քաղաքագետների կողմից, որոնք բացահայտորեն ասում են, նախ նրանք գործածում են միջանցք բառը, Զանգեզուրի միջանցք են ասում։ Զանգեզուրի միջանցք են ասում, Ալիևը մինչ այդ ասել էր, որ այնտեղ պիտի հայ որևէ սպայի ծառայողի պաշտոնյայի երես չտեսնի ադրբեջանցին եւ դա ռազմավարական նշանակության ճանապարհ է, որը թուրանական հարյուրամյա երազանքի ուղինակ իգին տվյալ վարչախմբի իշխանության։ Եթե մենք շարունակենք, ես դարձյալ շատ երեսների մասին խոսեմ եւ ընդ որում ամենակարևորը ես կուզենայի, որ մեր հանրությունն էլ հասկանար, որ սա Հայաստանից ուժի սպառնալիքով եւ ուժի գործադրմամբ կորզված փաստաթուղթ է, որը կորցնում է իր լեգիտիմությունը, որովհետեւ Վիեննայի կոնվենցիայի, միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի 1969 թվականի կոնվենցիայի համաձայն առոչինչ են այն փաստաթղթերը, որոնք ընդունված են ուժի սպառնալիքով կամ ուժ գործադրելու սպառնալիքով կամ ուժով։ Իսկ այն, որ ադրբեջանական ագրեսիան թե 44-օրյա պատերազմի եւ նրան հաջորդող ագրեսիաները եւ ներառյալ Լաչինի շրջափակումը եւ Հայաստան Արցախի հայության նկատմամբ էթնիկ զտումը, դրանք բոլորը ռազմական հանցագործություններ են։ Մի կողմից ունենք ադրբեջանական ռազմական հանցագործությունները, էթնիկ զտում, որը միջազգային անանց հանցագործություն է մարդկության դեմ, որպես ցեղասպանության այսպես դրսևորում, եւ մյուս կողմից ունենք Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը հրաժարվել միջազգային դատական մարմիններից Հայաստանի հայցերից ըստ էության մենք ինչի ենք ականատես դառնում Հայաստանը լեգիտիմացնում է Ադրբեջանի հանցագործությունները ռազմական ուրեմն ագրեսիայի ճանապարհով Արցախի հայազրկումը, հետագայում շրջափակումը եւ էթնիկ զտումը եւ այլն, ագրեսիան եւ մենք այս իշխանությունների ձեռամբ կամ իրենց երևակայության ուղեղի արգասիքը հրաժարվելով միջազգային դատական ատյաններում հայկական հայցերից, մենք ամբողջությամբ կանաչ լույս ենք վառում եւ այսպես դիտարկում ենք, որ այդպես էլ պիտի լիներ։ Սա մեղսակցություն է եւ հանցակցություն է։ Եվ գիտեք, ես կարող եմ այս շարքը կարող եմ այդպես երկարացնել, նաեւ գիտեք, երբ որ խոսվում է միջանցքի առնչությամբ, տեսեք ադրբեջանային միջանցք լավ, ասենք ուղու trip օգտագործենք, միջանցքը մենք բառը չօգտագործենք, բայց միջանցք բառը կգործածես, թե որևէ ուղի կօգտագործես, ճանապարհային հաղորդակցություն կօգտագործես, թե այլ, այսինքն բառի գործածությունից բովանդակությունը չի փոխվում։ Բովանդակությունը պայմանավորված է նրանով, թե ինքը ինչ իրավական մաքսային ռեժիմ պիտի ունենա այդ ճանապարհը, ով է վերահսկելու այդ ճանապարհի նկատմամբ, ով է ինչ կողմ է վերահսկողություն իրականացնելու եւ Հայաստանը ինչ դերակատարություն ունի այդ ճանապարհի, այսպես ասեմ, իմպլեմենտացիայի առնչությամբ։ Այսպես ասեմ, սպառնալիքները, այս փաստաթղթերի տակ թաքնված սպառնալիքները շատ են եւ դրանք ականներ են Հայաստանի իրական խաղաղության առջեւ, որովհետեւ նորությամբ կրկնում չի կարող խաղաղությունը, ճակերտավոր այս պարագայում խաղաղությունը կառուցված լինել եւ երկարատև եւ կայուն խաղաղություն ունենալը, որը չի անդրադառնում բուն հակամարտության էությանը, Արցախի ժողովրդի այսպես բնական իրավունքները չի կարելի այսպես աչք փակել, թե Արցախը չի եղել եւ ամենաանբարո հայտարարությունը այս ամբողջ խաղաղության ճակերտավոր դիսկուրսը կառուցված է Արցախի էջը փակված է անբարո եւ ոչ լեգիտիմ հաստատումների վրա։ Արցախի էջը չի կարող փակված լինել, կամ էլ Հայաստան
պաշտոնական Հայաստան դու ընդունում ես, որ ցեղասպանությամբ կարող է Արցախի էջը փակված համարել։ Եվ այն Փաշինյանը, որը 3 միլիոն վարչապետ էր ասում, արցախցիներին ասում էր Հայաստանը եւ վերջ, եւ ասում էր ես առանց Արցախի ժողովրդի հետ քննարկելու, համաձայնելու ես ձեր անունից որոշումներ չեմ ընդունում։ Իդեպ, իսկ որոշումը այս համաձայնագրերը իրենց լեգիտիմությունը մեծ հարցականի տակ են դնում ոչ միայն որովհետև նրանք հակասում են Վիեննայի կոնվենցիային 69 թվականի Վիեննայի կոնվենցիային, այլև մեկ ուրիշ լեգիտիմության պակաս ունեն ինչ առումով, որտեղ այս իշխանությունները քաղաքական եւ բարոյական լեգիտիմություն չունեն, ուրեմն ստորագրելու մի բան, երբ որ եկել են բոլորովին այլ հանձնառությամբ եւ այլ խոստումներով։ Այսօր ծրագրերը այո, օրենքի ուժ ունի Հայաստանի Հանրապետության 21-25 թվականների կառավարության ծրագիրը, քաղաքական մեծամասնության բնականաբար ծրագիրը, որտեղ սևը սպիտակի վրա Արցախի Հանրապետության թե ինքնորոշման իրավունքի, թե Շուշիի եւ հադրութի դեօկուպացիայի մասին խոսք կա, եւ ամրագրում կա, եւ նաեւ հանձնառություն երաշխավորության մասին է խոսքը, անվտանգային երաշխավորությունը Արցախահայության։ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ Հայաստանի Հանրապետությունը Արցախի։ Ուրեմն դու եկել ես այս խոստումներով։ Հիմա իրականացնում ես այս խոստումները։ Դու կորցրել ես քաղաքական մեծամասնություն, քաղաքական եւ բարոյական լեգիտիմությունը եւ ամենակարևորը խաղաղությունը կառուցվում է նախ եւ առաջ անվտանգային երաշխիքների վրա եւ անվտանգային համակարգի ստեղծումով։ Ցույց տվեք ինձ սիրելի Արամ, դուք կամ ավելի փաստաթղթի հեղինակները այդ ուրեմն նախաստորագրված հռչակագրի մասին է խոսքը եւ նաեւ համաձայնագրի այնտեղ անվտանգության Հայաստանի անվտանգության առնչությամբ որևէ երաշխիք կա։ Այնտեղ կետ կա, որ օրինակ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չեն կարող տեղակայել։ Չգիտեմ դա լավատու։ Ավելի վատ դուք հիշեցրեցիք ինձ, որ ուրեմն մենք նաև բացառում ենք անվտանգային լրաց Հայաստանի համար, դրանով բացառվում է անվտանգային լրացուցիչ գործիքների կամ գործընկերային այլ հարաբերություններ, որոնք լրացուցիչ անվտանգային ամրագրումներ եւ երաշխիքներ պիտի տային այս տարածաշրջանում մեր ուժերը հավասարակշռելու, իսկ որ ռազմաքաղաքական բալանսը այս տարածաշրջանում խախտվել է, ակնհայտ է։ Բայց նաեւ հեռանկարում Հայաստանը զրկվում է երրորդ ուժերի հետ անվտանգային համատեքստում եւ ոչ միայն անվտանգային համատեքստում, ուրեմն գործակցելու հնարավորությունից։ Եվ գիտեք, ես շատ կուզենամ, որ մեր հասարակությունը հանկարծ սխալ եզրակացություններ չանի, ոչ դաշնակցությունը, ոչ որևէ քաղաքական ուժ Հայաստանում, որևէ բանական մարդ դեմ չէ խաղաղությանը, հակառակը մենք կողմ ենք խաղաղությանը եւ ավելին մենք նաեւ ողջունում ենք այն եւ կողջունենք այն բոլոր միջազգային ջանքերը, որոնք կողված են Հայաստանում խաղաղության ամրապանմանը, պաշտպանությանը, որը լինի երկարատև կայուն եւ ի վերջո մենք կարողանանք մեր իրավունքները պաշտպանված զգալ այս մեր հողի վրա, բայց որտեղ են նրանք, ես փորձեցի, տեսեք, սա թե իրավական առումով աներևակայել խոցելիություններ ունի, իրավական, քաղաքական, անվտանգային, տարածքային ամբողջականության եւ սուվերենության առումով եւ նաեւ այն տնտեսական հեքիաթը, որ մեզ փորձում են դարակազմիկ վաճառել հայ ժողովրդի ներդրումներ պետք է լինեն, դրա մասնակից։ Այո, որտեղ են այդ ներդրումները, ինչ խոստումներ ունենք։ Կամ հաստատ որևէ նայեք։ Եվ ինչու՞ չի հրապարակվում այդ Թրամփի ուղու նախագիծը։ Խորհրդարանական ուժերը մեխանիզմներ ունի ինչ որ կերպ դա պահանջելու։ Մենք պահանջել ենք, բնականաբար այդ մասին բարձրաձայնել ենք, մենք չենք կարող նաև, դες մի բան ասեմ, արա, որ մենք չենք կարող նաև, տեսեք, այս պահին խոսվում է, չգիտեմ, 15 միլիոնի այսպես տարեկան շահերը դիտարկվում է 15 միլիոնի շրջանակներում, մեկ այլ թիվ ասում, բայց որպեսզի մենք կարողանանք տնտեսական հաշվարկներ անել եւ ասել, որ Հայաստանի տնտեսական շահը այս բարգավաճման ուղղված տնտեսական շահն այսպեսին է, մենք պիտի ունենանք մանրամասներ, դետալներ, որոնք կամ չկան, կամ կան թաքցվում են։ Եվ գիտեք, նաեւ դες մի բան ասեմ,
Ես չեմ ուզենա հոռետեսության եւ հոռետեսության այսպես ալիք տարածել մեր ժողովրդին, բայց ես կուզենամ, որ իմ սիրելի հայրենակիցները նայեն այն ուղուն կամ այն հետագծին, որ թողել է քաղաքական մեծամասնությունը։ 7 տարիների քաղաքական ուրեմն մի հետագից, ավեր, կորուստներ, բարեփոխումներ, որի տակ ուղղակի աղետ է, Արցախի կորուստ եւ դրժված խոստումներ, սուտ, մանիպուլյացիաներ եւ բռնաճնշումներ։ Այս ուրեմն հիշում եք մի քանի ամիս առաջ ասում են չկա այս բան, ոչ մի միջանցք։ Հերքելով հերքում են միջանցքի գոյության մասին։ Մեզ ասում են հասարակությանն ասում են Կիրանցի սահմանը կգծենք ինչ որ մի հատված եւ խաղաղությունը կլինի։ Կարելի է այդքան անմեղսունակ լինել եւ հասկանալ, որ խաղաղությունը թղթերով չեն ձեռք բերում խաղաղությունը ձեռք ես բերում ամրացնելով քո հասարակության հանրային միասնությունն ու հանրային համախոհությունը, միասնականությունը, ընդհանրականությունը, արժեքային համակարգը, տնտեսությունը, բանակը։ Նեցեք դուք շատ կարևոր հարց իրականում բարձրացրեցիք, որովհետև դասական կանոններով միշտ ասում են, որ խաղաղությունը լինում է անվտանգության միջոցով, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հակառակն է ասում, որ խաղաղություն ունենանք, որպեսզի լինի անվտանգություն։ Դա ինչպես է։ Սա քաղաքագիտական նոնսենս է։ Այդ նրանց պատկերացած խաղաղությունը դա գերեզմանային խաղաղություն է, երբ որ դու չկաս, ամեն ինչ խաղաղ է։ Այս իշխանության քաղաքական ձեռագիրը տեսեք հենց այնպես չեն մեր ինքնության բոլոր թիրախային կետերին խոցված, հարվածված եկեղեցուց մինչև դպրոց երեք հասավ թատրոնի արդեն թատրոններն էր խմբագրում, սցենարները գիտեք նոր ինքնություն են ձևավորում Զորյանի ցանկապատը եւ այլն գիտեք սա տոտալ վերահսկողության ֆաշիստական ռեժիմներին բնորոշ ձեռագիր է, երբ որ ուզում ես հասարակությանը տոտալ վերահսկողության տակ պահել, արժեքային վերահսկողության տակ պահել եւ ներշնչել հասարակությանը, որ ամենալավ խաղաղությունը հանձնվելու խաղաղությունն է։ Այն ինչի մասին մենք զրուցում ենք մինչեւ այս պահ հանձնվողականի, հանձնվելու, տալու տանք կոկուի պատմությունն է։ Այս էլ տանք խաղաղ ապրենք, սա էլ տանք խաղաղ ապրենք։ Հետո կհասկանանք, որ Երևանի այս վարչական շրջանն էլ տանք, որ խաղաղ ապրենք։ Ես ուզում ասեի, երբ ենք հասնելու դրան, որ արդեն ասեն Երևանը տանք հանգիստ ապրենք։ Այս փիլիսոփայությունը հենց տեսեք ասեցին Արցախի հարցը փակված է։ Արցախի հարցը ավելի նողկալի գնահատական կամ բարձրաձայնում դժվար է երևակայել։ Ես ինքս խորշում եմ, որ պիտի այս բառերը ասեմ, բայց իմ հայրենիքի մի մասը ցեղասպանությամբ 5000 մեր որդիների արյամբ տալ եւ ասել Արցախի հարցը փակված է, որ եւ նաեւ հայտարարություն անել, որ եթե Արցախը չտայինք, չէին փրկի Հայաստանի պետականությունը։ Ես ավելի վիշապային, ավելի սատանայական, անմարդկային հաստատում դժվարանում եմ պատկերացնել։ Ես նույնիսկ ասում եմ ինչով ես սա բարձրաձայնում, տիրաժավորում, բայց սա է իրականությունը եւ մենք ջայլամ չեն գրուպներից թաքցնենք այս սեղանի տակ չկա իրականությունը։ Այսպեսի մի մոդայիկ վարկ կա, չէ՞, իման նարատիվ կամ խոսույթ հարկ։ Դրան ինչ այլ խոսույթ կարելի է հակադրել, ավելի ռացիոնալ։ Դրան շատ շնորհակալ եմ այս հարցի համար։ Երբ որ գիտեք Ես շարունակ երեք երբ որ ականջովս ընկավ կամ հայացքից առաջ ցանկապատի խմբագրումը եւ գիտեք երբ որ մեկ տարի, 2 տարի առաջ երբ որ շարունակ իմ գնահատականների մեջ ասում եմ որ այս վարչախումբը եկել է արժեքային տրանսֆորմացիայի ենթարկելու հայ ժողովրդին, ես ասում եմ արդյոք դու ծանր բառ չես ընտրում տրանսֆորմացիա։ Ես ինքս ուզում եմ ինձ խմբագրել, ասում չէ, հնարավոր չի։ Բայց այն ձեռագիրը, հետագիծը, որ թողել են, այն աղետները, ավերածությունները, անապատացումը եւ արժեքային անապատացումը հենց դրա մասին է։ Եվ երեք մենք հերթական դրսևորումը մեր ինքնության, նոր ինքնության կերտման այդ մոտավորապես Հիտլերն էլ չէ, Մայն Կամֆում գաղափարախոսությունը բերում եւ նույնիսկ 33 թվականին Բերլինի հրապարակում այրեցին գրքեր, որոնք իրական իրական հիշեք, այս իմ բառը չի, այն ժամանակ Հիտլերն ասում էր, իրական Գերմանիային չեն համապատասխանում այս գրքերը։ Եվ հետո Միխելոկ մարդ ասեց, այնտեղ որտեղ գրքեր են այրում, մի օր էլ մարդկանց կայրեն, չէ՞։ Այո։ Եվ հիշեք իրական Հայաստանի
իրական Հայաստանի այս ամբողջ խոսույթը, իրական Հայաստանի խոսույթը, որտեղ պիտակավորված են ընդդիմադիր քաղաքական ուժերը, մենք ռևանշիստ ենք եւ պատերազմ բերող եկեղեցին, որը 1700 տարի ներառյալ պետականության բացակայության ժամանակ ինքնությունն է պահել կրթություն, դատական համակարգ, նույնիսկ հարկային համակարգ, հայ ինքնիշխանությունն է ապահովել, այսօր խոցված է եկեղեցին, որտեղ այն ինքնության կերտմանը, որին լծվել է այս քաղաքական մեծամասնությունը, քաղաքական ինքը ամորֆ սպառողական մի հասարակություն, որի համար Հայաստանը, չգիտեմ, տրանսպորտային հաբ է, ինչ Հյուսիս-Հարաբադ, Խաչմերուկ եւ այսպիսի բաների մասին է խոսում։ Եվ այսօր արդեն բանը հասել է նրան, որ Ստեփան Զորյանին են ուզում խմբագրել նոր Հայաստանի հանգույն, հասկանում եք։ Ստեփան Զորյանի ցանկապատը պետք է վերախմբագրել եւ դա պետք է լինի բան, այս իրական Հայաստանի մոդելի մեջ Արարատը ինչ նողկալի է, Արարատը խանգարում է այդ իրական Հայաստանին, Արարատը խանգարում է իրական Հայաստանին եւ գիտեք այս ինքնության խմբագրումը պատմության մեջ է առաջին դեպքը սա պատմական թերթիկ պատմությունը եւ դուք կտեսնեք ոչ միայն Վոլտերի նամակներն էին այրում, որովհետեւ այդ Ֆրանսիային Վոլտերի ազատական բաց նամակները, որոնք նոր փիլիսոփայություն են բերում ֆրանսիական ազատական միտքներ խրախուսում, ուրեմն Ֆրանսիային հակոտնյա էր Վոլտերի նամակները, այդ աշխատությունը, ամուր փիլիսոփայական այդ նամակները այրեցին ուրեմն ֆրանսիական հրապարակներում Իդեպ ժամանակին իհարկե մեր թվարկությունից առաջ է դա տեղի ունեցել Չինաստանում այրեցին ասում են մոտ 400 փիլիսոփաների կամ հետևորդների, ովքեր Կոնֆուցիուսի գաղափարախոսության հետևորդներ էին, որպեսզի ջնջեն։ Դա որտեղ կուլտուրական հեղափոխության անցել են դրա մեջ, բոլշևիզմի, դրանք բոլորը այդ ժամանակի պահանջով էր։ Այդ իրականությանը, ինչպես Նիկոլ Փաշինյանը մեզ պարտադրում է իր պարտությունների պրոյեկցիան, այդ եւ արդար ամբողջ քաղաքական վարքը սեփական պարտությունների արդարացումն է։ Դին գարցան ցավոք մեր ժամանակը շատ սահմանափակ էին վերջին հարցը ես խնդրեմ թեկուզ համառոտ պատասխանել այդ հարցին գալիք ընտրություններում ձեր կուսակցության ձեր ուժի շանսերը ինչպես է գնահատում եւ հնարավոր համարում եք իրոք ընտրությունների միջոցով իշխանափոխությունը եւ ազգային ժողովի պատիվ ունեն խմբակցության այսօրվա հայտարարություն ազգային ճգնաժամի կառավարման ձախողման հիմքերով Հայաստանի վարչապետին անվստահություն հայտնելու մասին ազգային ժողովի հայտարարություն նախագիծ են ներկայացրել, որով կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին միավորվել ամենա իրենց խոսքով իրատեսական եղանակի իշխանափոխություն։ Ես այսօր առավոտյան հրապարակվեց, կարդացել եմ այդ հայտարարությունը կամ մտադրությունները, այնտեղ քաղաքական եւ իրավական գնահատականների հետ ուղղակի հնարավոր չի չհամաձայնել եւ մենք ավելի խիստ գնահատականներ ենք տվել եւ նույնիսկ ունեցել ենք համատեղ հայտարարություններ եւ այն իրավաքաղաքական գնահատականը որ տրված է այս իշխանություններին այդտեղ ավելի մեղ բառապաշարը ճգնաժամի ես ինչ ճգնաժամ ենք հիմա արդեն ուղղակի լինելու եւ չլինելու մի մարտահրավեր սպառնալիքի առջեւ է կանգնած միանշանակ պիտի կաջակցենք, մասնակցենք թե ուրեմն լսումներ են, չէ՞, նախատեսում կազմակերպել, իսկ որ այս իշխանությունները պիտի հեռանան եւ այս իշխանությունների յուրաքանչյուր օրը ուղղակի աղետ է հայոց պետականությանը եւ լինելությանը, այստեղ կասկած չի կարող լինել եւ եթե դուք հետեւել եք Հայաստան Դաշնքի եւ Դաշնակցության քաղաքական գնահատականին, իրավաքաղաքական գնահատականին այս իրականության մենք տվել ենք եւ այստեղ որևէ այլ խոսույթ չի կարող լինել, եթե ոչ ավելի թանձր գնահատականներ։ Իսկ ինչ վերաբերում է ապագա ուրեմն ընտրություններին, դուք ինձ շատ այսպես ասած ոչ ինչ ասեմ ոչ ցանկալի իրավիճակում ենք դնում, ես հիմա չեմ կարող պրոգնոզներ անել ապագայի թե ինչ ձևաչափով եւ այլն, բնականաբար պատրաստվում ենք ընտրությունների եւ Դաշնակցությունը որպես այսպես լրջագույն քաղաքական ուժ եւ մեծ կենսագրություն եւ Հայաստանի պետականության հիմնադիր քաղաքական ուժ բնականաբար մենք չենք կարող ընտրություններին չմասնակցել, ձևաչափի մասին չեմ կարող ոչինչ ասել, բայց մի բան հաստատ է, թիրախում լինելու է ամենաբարձր նպատակադրումը կասեցնել Հայաստանի մայրամուտը։
Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հուսամ մեկ առիթով կարողանանք ավելի շատ ծավալվել այդ թեմաների շուրջ։ Սիրով կընդունեմ ձեր հրավերը։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք զրուցում էինք Ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։